Բարի երեկո, շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Այսօր մայիսի 28-ն է, Հանրապետության տոնը, 1918 թվականի այսօրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Բաշապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով հայ ժողովուրդը ձեռք բերեց երկար սպասված պետականությունն ու վճռական այո ասաց գոյության իրավունքին։ Սակայն առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը օկուպացրեց Հայաստանը և այն հռչակեց խորհրդային հանրապետություն։ Հայաստանը անկախությունը վերականգնեց 1991 թվականին սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Պաշտոնական միջոցառումների մեկնարկը տրվել է վարչապետի ելույթով։ Սարդարապատի բարձունքում են հանրապետության թե գործադիր, թե օրենսդիր եւ թե դատական իշխանությունների ներկայացուցիչներն իրենց ղեկավար կազմերով։ Հուշահամալիր են բարձրանում նաեւ հանրապետության վարչապետը, նախագահն ու ազգային ժողովի նախագահը։ Պաշտոնական միջոցառումների մեկնարկը տրվում է կառավարության ղեկավարի ելույթով։ Նիկոլ Փաշինյանը նախընկծում է. առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց մեզ 4.5 դար պետականազուրկ ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի եւ մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ, հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է եւ նա է ընտրությունների միջոցով որոշում, թե ով եւ ինչպես պետք է կառավարի պետությունը։ Առաջին հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ։ Իսկ խորհրդային միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել առաջին հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70-ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում։ Անկախ եւ ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են, բայց ըստ վարչապետի, հիմա արդեն երրորդ հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ կամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Կառավարության ղեկավարի գնահատմամբ պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Փաշինյանի համոզմամբ մեր պետության եւ ինքնության հարատեվությունը ապահովելու համար հենց սա պետք է հաղթահարել, ինչի արդյունքում ըստ նրա կկարողանանք արձանագրել եւ մարսել մի քանի առանցքային իրողություն, որոնք հերթով թվարկում է վարչապետը։ Իրողություն թիվ 1. Մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշներն, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով եւ կամ պետական աջակցությամբ։ Իրողություն թիվ 2. 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ Վարչապետի խոսքով 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։ Ըստ Փաշինյանի, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Իրողություն թիվ 3. Վերջին 4.5 դարվա մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ Մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ,
Սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության եւ պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունը եւ պատմական Հայաստանը հղում են մեզ, եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունը ըմբռնել եւ իրագործում է պատմական այս ուղերձը։ Իսկ 4-րդ իրողությունն ըստ կառավարության ղեկավարի այն է, որ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է, եւ մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը, որի գործում միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։ Հարևանների եւ ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը։ Եվ այս հենքի վրա բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելը եւ նրա ստեղծած հնարավորությունները։ Իրողություն թիվ 5. Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է, հարության ու յուրաքանչյուր անհատի երկարաժամկետ ազատությունն ու բարեկեցությունը ուղիղ համեմատական են։ Այս իրողության հանրային եւ անհատական գիտակցման եւ այդ գիտակցումից բխող վարվելակարգի հետ։ Դեպի Հայաստանի Հանրապետության հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ, հայտարարում է Հայաստանի ղեկավարը։ Փաշինյանի գնահատմամբ նախորդող շրջանում ունեցել ենք անուրանալի հաջողություններ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման նախագիծը համաձայնեցված եւ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն։ Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հայաստանի եւ Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Այս նախադասությամբ է Նիկոլ Փաշինյանը եզրափակում իր ելույթը։ Ներկաները նաև ծաղիկներ են խոնարհում Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։ Այսօր մայիսի 28-ին նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից եւ կայսրություններից մազապուրծ եղած Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը։ X-ի միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինին։ Գեցե հանրապետություն եւ գեցե ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստան նշված է գրառման մեջ։ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, թե արտատարածաշրջանային երկրները ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը ընդլայնելու համար։ Դրանց նպատակը անվտանգությունը ամրապնդելը չէ, այլ այնտեղ իրենց ազդեցությունը ընդլայնելը, ասել է Բելոուսովը։ Նա նաև մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է, ասել է Բելոուսովը, նշելով Մոսկվայի շահագրգռվածությունը Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարություն է տարածել Հաբովյան եւ Գյումրի քաղաքում գազանջատումների մասին։ Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 30-ին ժամը 10-ից մինչև 16-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի գազամատակարարողների, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի գազասպառողների, ժամը 9-ից մինչև 14-ը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան, Թումանյան, Վահան-Չերազի, Աբովյան, Ջափարիձեի, Ջիվանու, Շահումյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերության Telegram-ի ալիքին։ Առաջ այսքանը կհանդիպենք ժամը 22-ին։